կարծիքով Աննա Հակոբյանը ինչ կարող է սովորեցնել մարդկանց։ Ինքը պետք է կրթվի, հետո մարդկանց բան սովորեցնի։ Դա դժբախտություն է մեր ազգի համար։ Դավաճան եւ Նիկոլը իր խելքը չունի, որ այս բոլորը անի, բոլորը Աննան է սադրում։ Նա ընդամենը Նիկոլը տեխնիկ է, Աննան է տեխնիկը ղեկավարում է մեր գլխին, այսպես ասած։ Ոչինչ, պետք է սկզբից ինքը սովորի, հետո մեզ соворեցնի։ Ոչ մի բան էլ չի կարող. На ее рожу посмотришь, что она из себя представляет. Дети смотрят, чему должны учиться. Первое лицо, стыд и срам. Вот что могу сказать. Աննա Հակոբյանը թող առաջինը իրեն սովորեցնի։ Heç մի բան։ Չեք այդպես կարծում։ Կարծում ենք էլի։ Ես թվում որ լավ բան չենք սպասում իրանից, ոչ էլ իր ամուսնուց։ Ես չեմ ճանաչում Աննա Հակոբյանին։ Նիկոլ Փաշինյանի կնոջը չգիտեք։ Չեմ էլ ուզում իմանամ ով է։ Աննա Հակոբյանը չեմ կարող ասել։ Կրթվել է նորաձև է շարժում է իրականացնում։ Ոչ մի բան, մեկն էլ իրան սովորացնի։ Ինչու եք կարծում, ոչ մի բան։ Կրթվել է նորաձև է շարժում է սկսել։ Հա, ոնց որ Նիկոլ Փաշինյանը հանեց գումարով իր դիպլոմը, չավարտելով, նույնն էլ իր կինը ինչ տարբերություն։ Գումարով առած դիպլոմները։ Ուղղակի բախտները բերեց, այսօր եկան նստան ղեկավար ու երկիրը այսօրի մեջ են գցում։ Կարողա չենք տեսնում, չենք հասկանում, մեկը ես Նիկոլ Փաշինյանին ընտրել եմ, բայց այսօր շատ վերինաշճանի դժգոհ եմ։ Այդքան բան։ Ամեն առումով մեր սաղ հողերը տալով դրա համար։ Այդքան մեր երեխեքը պայքարեցին, արուն թափեցին, ինքը այսօր խաղաղություն չի կարող լինել։ Անհնար է Թուրքիի հետ խաղաղություն։ Ամբողջ կյանքը դարից դար եկել է ու տենց գնում է ու գնալու է։ Խաղաղություն չի կարող լինել։ Դա մոռացված բան է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ դա չի լինի։ Վերջապես պետք է հասկանան, թե չէ։ Սաղ այդ բերևի նստած այդ ղեկավարությունները պետք է վերջապես հասկանան, որ չի կարող խաղաղություն լինի։ Всё։ Աննա Հակոբյանը մարդկանց ինչ կարող է սովորեցնել։ Նա ինքը դասատու չի, ես չգիտեմ։ Լուրջ ասել։ Գիտեմ ես։ Ռուսախոսում ես։ Այդ հարցը չտակ։ Լավ։ Ինչ գիտեն եք սովորացնել, ասիջան, ինչ պետք է սովորացնել։ Ինչ գիտի օրինակ։ Ինչ գիտեմ, չեմ շփում, չգիտեմ։ Կինա, հիմա ասենք կրթված կինա, անես չի որ անկիրթ է, այն որ ազգային ժողով նստած են կրթված են, կարգին խոսալու ձև գիտեն, չէ, որպես կին, որպես լրագրող, նորմալ է, հաճելի է, ոչ բոլորի համար իհարկե։ Մարդկանց, ես թվում է ոչինչ։ Կրթվել է նորաձև է շարժում է սկսել։ Հա, գիտեմ, նորաձևը որն է կրթվելու։ Կրթված մարդը կրթված է։ Աննա Հակոբյանը ամենավատ բաները, ոչ մի լավ բան։ Աննա Հակոբյանը ինքն ինձ չի ներկայացնում, որ մի հատ լավ բան սովորացնի։ Միայն վատը, ես չեմ տեսել ինձ լավ բան։ Ու ինքը ընդհանրապես խայտարակում է առաջին տիկնոջ կերպարը։ Ինչեր որ ասում են նախկինները, բայց նախկինների տիկնայք այտեն չեմ պահում իրանց։ Բելային հիշեք մի հատ։ Ինչ որ Քոչարյանին ասում են, բայց Բելա տիկին Բելան, չգիտեմ, համեստության բանը, նույնն էլ եւ Սերժի տիկին է։ Բայց Աննա Հակոբյանը դա խայտարակություն է, ինչ ասեմ կներեք։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը շարունակում է իր կրթել նորաձև արշավը, որի շրջանակներում դասախոսություն է կարդում մասնակիցների համար։ Աննա Հակոբյանը նաև սկսել է նոր մնացել ենք 5-րդ դարում բանախոսություն։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ձեր կարծիքով ինչ կարող է սովորեցնել Աննա Հակոբյանը մարդկանց։